Բարի երեկո արգելի հեռուստադիտող, Արմենիայի եթերում ընտրության ժամն է եւ ժամի տաղավարում այսօր հյուրընկալել եմ Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանին։ Բարի երեկո Տիկին Մելոյան, շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Բարի երեկո, շնորհակալ եմ հրավերի համար։ Տիկին Մելոյան, Սամվել Կարապետյանը երեկ հայաստանյան հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտարարեց, որ ինքը կարծում է սեպտեմբերին պատերազմ չի լինի, քանի որ ըստ իրեն Փաշինյանի իշխանությունը չի լինի։ Միևնույն ժամանակ մենք տեսնում ենք իշխանական թևից հայտարարություններ, որ իրենց վերընտրվելու պարագայում խաղաղությունը անխուսափելի է։ Օրինակ մատնանշում են, որ սահմանին տևական ժամանակ կրակոցներ չկան, սահմանազատման հանձնաժողովները արդեն Հայաստանում են հանդիպում եւ այլն։ Ինչ կասեք։ Մենք խոսում ենք մի իշխանության մասին, որը արդեն իսկ իր իշխանության տարիների օրոք, այս վերջին 8 տարիներին, մեր գլխին բերել է մի շարք պատերազմներ եւ պատերազմական իրավիճակներ։ Հերթական անգամ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատերազմով է սպառնում մեր ազգին։ Ընդգծենք մի իրողություն, որ այսօրվա դրությամբ մեր ազգի նկատմամբ, հայրիս նկատմամբ պատերազմի միջամտությամբ ու սպառնալիքներ հնչեցնում են երկու գործիչներ քաղաքական։ Մեկը Նիկոլ Փաշինյանն է, մեկը Ալիևն է։ Ու սա արդեն ազգային անվտանգության խնդիր է։ Պատերազմից ու խաղաղությունից խոսում է այն քաղաքական գործիչը Նիկոլ Փաշինյանի դեմքով, ով ամենաշատ պատերազմներն է բերել մեր գլխին, ամենաշատը շահարկելով խաղաղություն եզրույթը։ Մենք ունեցել ենք 3 սեպտեմբերյան լրջագույն, աղետաբեր հետևանքներով պատերազմներ։ Մեկը 44-օրյա պատերազմներ, հաջորդիվ ջերմուկյան մարտերն էին, որի արդյունքում արդեն ունենալով են պատմական ողբերգությունը, որ Արցախը այլևս ադրբեջանական վերահսկողության ներքո էր, ունեցանք Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խարխլում եւ դրան էլ հաջորդեց Արցախի հետ կապված վերջնական իրավիճակը, երբ հարձակվեց Ադրբեջանը ու Արցախը բռնի հայաթափվեց։ Բայց ասում են, երբ որ Ղարաբաղյան հակամարտության էջը փակում ենք, այլևս որևէ պատերազմի վտանգ չկա, Տիկին Մելոյան։ Հիմա անդրադառնանք այդ հարցին, նախ ընդգծում եմ կրկին անգամ, որ ամենաշատ խաղաղություն եզրույթը շահարկած քաղաքական գործիչը ամենաշատ պատերազմներն է բերել մեր բոլորիս գլխին, դա մեկ, երկրորդ այն քարտեզները, որ ամբողջ օրը քարոզչության համատեքստում իրենք բաժանում են։ Այդ քարտեզի տրամաբանության ներքո անգամ Ալմա-Աթայի հռչակագիր են անում, քարտեզագրում են անում, որը այդպես էլ չեն հստակեցնում մեզ համար, այդ տրամաբանության ներքո անգամ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը այսօր խարխլված է, խախտված է։ Ջերմուկում ադրբեջանական զորքեր են վայոց ձորում։ Սյունիքի մարզում Սև լճի տարածքում ադրբեջանական զորքեր են։ Այդ տարածքները Նիկոլ Փաշինյանի ճանաչած Հայաստանի Հանրապետության տարածքն է։ Եթե այդ խաղաղությունն այդքան իրական ու իրատեսական է, ինչու օտարի ճակերտավոր խաղաղասեր հարևանի զորքերը դուր չեն լքում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը։ Սա այն հիմնական ռետորաբանական հարցն է, որ յուրաքանչյուր մարդ, ով փորձում է հավատալ այդ խոսքերին, այդ խաղաղության թեզին, այդ երաշխիքներին, պետք է առաջին հերթին իսկ բարձրաձայնի։ Դուք որ գաք իշխանության, ինչպես եք հետ բերելու այդ տարածքները։ Ադրբեջանն ասում է չեն վերադարձում։ Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, Սամվել Կարապետյանը այն գործիչն է, ով լալահառաջ տեքստեր չի ասում, այլ գործում է ու իր կյանքը հենց իր գործելու մասին է, իր կյանքով նա իր բացառիկությունը ընդգծել է ամբողջ աշխարհի համատեքստում, նա Տաշիր գյուղում ծնված այն հայ մարդն է, ով կարողացել է հասնել Հայաստանում, ընդգծենք, բուհական կրթություն ստացած այն մարդն է, ով կարողացել է հասնել աշխարհի հարյուրյակների ամենաազդեցիկ ամենակայացած մարդկանց շրջանակ։ Եվ դա բնավ միայն ֆինանսական կարողության մասին չէ, դա մարդու կառավարչական հմտությունների, կապերի մասին է խոսում, եւ այսօր այս բացառիկ հայ մարդը, ով միշտ երբեք չի մշտապես եղել է հայի կողքին, երբեք չի խզել իր կապը Հայաստանի Հանրապետության հետ, այսօր իր ողջ ռեսուրսը պատրաստ է ծառայեցնել Հայաստանի Հանրապետությանը եւ այո, Սամվել Կարապետյանը թեկուզ, եթե անգամ իր բիզնես գործունեության համատեքստում նայենք, այն հմուտ գործիչներից է, որ անգամ մեծապես կապիտալ ունենալով Ռուսաստանի Դաշնությունում արևմտյան սանկցիաների ներքո չի հայտնվել, որովհետեւ
բալանսավորել է անգամ իր բիզնես տնտեսությունը ունի ամուր կապեր, թե արևմուտքում, թե արևելքում, թե արաբական էմիրություններում, այսինքն իրենից շատ տասնյակ անգամներ փոքր կարողություններ ունեցող գործիչներ, որ գտնվում են սանկցիաների տակ, Սամվել Կարապետյանն դա շրջանցել է։ Ինչի մասին է դա վկայում։ Վկայում է տվյալ անձի կարողությունների, հմտությունների մասին, որը կրկին անգամ ընդգծում եմ, ես կարծում եմ, որ մեզ համար պատիվ եւ հնարավորություն է, որ պարոն Կարապետյանը այս բեռը վերցրել է իր ուսերին, ինձ համար էլ պատիվ է այդ վահանը իր ձեռքի բարձր պահելու պարտականությունը, պարտավորվածությունը մեր ազգի առջև կիսել եւ կարծում եմ մենք ավելի լավ այլընտրանք, քան վստահել պարոն Կարապետյանին եւ աջակցել այս խրթին գործում չեն կարող ունենալ։ Տիկին Մելոյան, դուք եւ ձեր թիմակիցները վերջին օրերին հաճախ հայտարարում եք, որ եթե այս իշխանությունը վերընտրվի, 300,000 ադրբեջանցիներ վերաբնակեցվելու են Հայաստանում։ Նախ, այս պնդումը որտեղից, դուք իհարկե հեղում եք անում Ալիևի վերջին շրջանում արված հայտարարություններին, բայց չեք կարծում, որ սա իրենց ներքին լսարանի համար արված հայտարարություններ են եւ երկրորդ, ինչպես եք պատկերացնում, որ ադրբեջանցին գա եւ օրինակ մեր կողքին փորձի ապրի։ Բնականաբար մենք երբևիցե մեզ թույլ չենք տա մտածածին նման տեղեկատվություն շրջանառենք, որովհետեւ ի տարբերություն այս իշխող իշխանության մենք բնավ նպատակ չունենք մեր հանրությանը ահաբեկելու։ Մենք մեր հանրությանը իրազեկում ենք, ու դա փաստ է, ու դա նոր ծնված փաստ չէ։ Ցավոք սրտի բազմաթիվ մարդիկ կան, ովքեր չգիտեն, այո, արևմտյան Ադրբեջանի վերականգման Ալիևյան օրակարգը, որը ոչ միայն հնչեցնում է ու բնավ ոչ միայն իր ներքին լսարանի համար է։ Ադրբեջանում ունեն ընդունած կառավարության որոշում, իրավական մակարդակով իրենք այս գործընթացը կյանքի են կոչում, արևմտյան Ադրբեջանը իրենց տրամաբանությամբ, այդ թվում Երևանն է։ Այն օրը, երբ իրենք Արցախի վրա հարձակվեցին սեպտեմբերի 19-ին, այդ օրը իրենց խորհրդարանում Մեջլիսում լսումներ էին արևմտյան Ադրբեջանի վերականգման օրակարգով։ Ալիևը բացահայտ հայտարարում է, որ իրենք ունեն 300,000 ադրբեջանցի գաղթական ու իրենք մշտապես այս գիծը տարել են, այս տասնամյակների։ Հնարավոր դարձավ ադրբեջանցիների վերաբնակեցումը Հայաստանում։ Որտեղ են ապրելու ադրբեջանցիները։ Հայաստանում տուն չունեն։ Այս սա լրջագույն խնդիրն է, որը որոշակի ինֆորմացիա տեղեկատվության հիման վրա, որոնք այսպես կոչենք օդից կախված, բանակցում են, ասեմ ավելին, ոչ միայն արևմտյան ադրբեջանցիների, արևմտյան Ադրբեջանի վերականգնման օրակարգում ադրբեջանցիների բնակեցման խնդիր է քննարկվում, այլև նրանց երաշխիքներ են քննարկվում, օրինակ, այդ 300,000 ադրբեջանցիների բնակեցման արդյունքում նրանց իրավունքները ու երաշխիքները պետք է Հայաստանում ադրբեջանական ոստիկանությունը վերահսկի։ Սա մի ամբողջական փաթեթ է, ու հիմա մեր հարցը ուղղում ենք քաղաքացուն, հայ մարդը պետք է որոշի, որն է նախընտրելի 300,000 ադրբեջանցի Նիկոլ Փաշինյան վարչապետով, ով վերջերս տալիս է ուլտիմատում, կամ Նիկոլ Փաշինյան կլինի կամ Հայաստան չի լինի, թե Սամվել Կարապետյան վարչապետ, ով 300,000 ադրբեջանցու փոխարեն ստեղծելու է 300,000 աշխատատեղ մեզ հայերիս համար եւ հիմնական ուղերձը, նպատակը, օրակարգը մեր Հայաստանի Հանրապետության հիմքերի ամրապնդումն է, որովհետև մեր բանաձևով, մեր տեսլականով Հայաստանը հավերժական է։ Եթե չեմ սխալվում, միջազգային պրակտիկայում կա հետևյալը, Տիկին Մելոյան, եթե որևէ երկրում ունենում է սեփականություն, սեփականության իրավունք, փաստաթուղթ, կարելի ասել, բայց այդ սեփականությունը գոյություն չի ունենում կամ ժամանակին օրինակ փոխանակած է լինում, այդ դեպքում սեփականության իրավունքը չի գործում։ Եթե հետ են գալիս օրինակ խորհրդային տարիներին, երբ Հայաստանի որոշ շրջաններում ադրբեջանցիները նաև տուն են ունեցել, ապա ձեր ասած դեպքերը կարող են կիրառվել հիմա։ Հարգելիս ասեմ ավելին, այդ բոլոր դեպքերը մենք լավ հիշում ենք, պատմական առումով հնարավորություն կա, այս լուսավոր դարում ուսումնասիրել այդ բոլոր դեպքերը, այդ ադրբեջանցիներին իրենց բնակության սեփականության իրավունքների համար տրվել են փոխհատուցումներ, ու որևէ կերպով դիտարկելի չէ նրանց իրավունքների վերականգնումը, որովհետև այդ իրավունքները խախտված չեն եղել։ Իրենք ի տարբերություն Այսինքն այստեղ հարցը փակված է։ Իհարկե, իրավական առումով ի տարբերություն մեր արցախահայ քույրերի եւ եղբայրների ում բռնի ուժով
հա, ըստ էության ցեղասպանության հանցակազմի հատկանիշներով այդպես բռնի տեղահանեցին ու արտաքսեցին Արցախի հանրապետությունից մեկ օրում։ Հենց հիմա Արցախում հայկական եկեղեցիներ են ավիրվում, փլուզվում, խաչքարեր են ավիրվում, իսկ մենք հազարավոր մշակութային կոթող ենք թողել Արցախում, հարյուրավոր եկեղեցիներ ենք թողել, հազարավոր խաչքարեր ենք թողել, պատմական գերեզմանոցներ ենք թողել Արցախում։ Ադրբեջանն ասում է իմ ինքնիշխան տարածքն է եւ այս ընթացքում առանց այսպես ասած իրենց հետ համաձայնեցնելու ինչ որ հոգեվոր կառույցներ են կառուցել, բայց մյուս կողմից տեսեք Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Արցախը ներառյալ։ Հիմա ինչ կարող են անել։ Գիտեք ինչն է ցավը, որ այս պնդումը ոչ միայն Ադրբեջանն է անում, այս պնդումը այսօր մեր իշխանության ներկայացուցիչներն են իրենց թույլ տալիս ու այստեղ է արդեն որ հայկական շահը բացահայտորեն ոտնարում է սա հակապետական, հակահայկական, հակաիրավական պնդում է, որ Արցախի հանրապետության տարածքը այլևս ադրբեջանական է, ինչ ուզեն կարող են անել։ Ոչ, ու կրկին ընդգծում եմ Արցախը ինչքան էլ ցավոք սրտի իրենց ապաշնոր քաղաքականության հետևանքով այլևս տարածքային ամբողջականության իրավական ձևակերպմամբ ճանաչել է այսօրվա Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի կազմում, դրա պատմական պատկանելիությունը որևէ կերպ չի կարող վիճարկելի լինել։ Այն հայկական է եւ այնտեղ գտնվող հուշակոթողները հայկական են, ասեմ ավելին երեք ինչ շրջանառվեց ադրբեջանական հոգեվոր առաջնորդի տեղակալի մակարդակով, այն է տեղեկատվությունը, որ չգիտես ինչպես արդեն Հայաստանի Հանրապետության տարածքում պարզում է հարյուրավոր մզկիթներ են եղել եւ նաեւ կրկին տեղեկատվություն արտահոսեց իրենց պնդմամբ, որ հայկական իշխանությունները համաձայնվել են 10 մզկիթների վերակառուցում ու կառուցում իրականացնել Հայաստանի Հանրապետության տարածքում։ Սա բացահայտ կարծում եմ այս թեմայի շուրջ կարելի է բավական երկար խոսել։ Հա, իհարկե, ամփոփելով մի բան ասեմ, էլի ես հնարավորություն է իմ հայրենակիցներին եմ ուզում դիմել, հա, ես խնդրում եմ, ես հասկանում եմ, որ մարդիկ իրազեկված չեն։ Պետք է մենք հասկանանք, երբ որ այս puzzle-ը դասավորում ենք, տրամաբանական շղթա է դառնում։ Այսօր Հայաստանի այս ներկայիս իշխանությունները ունեն ըստ էության մեր պետականությունը ադրբեջանականացման ուղեցրով տանելու ադրբեջանական օրակարգը կյանքի կոչելու Հայաստանի Հանրապետության տարածքում ծրագիր։ Արդյոք մենք հաշտ ենք այս իրականության հետ։ Հենց մեր ինքնությունն է վտանգի ներքո, հենց դա է մեր առաջնահերթ պայքարը։ Կարծում եմ դա կերևա հունիսի 7-ի ընտրությունից հետո եւ իդեպ դուք ներկայացրել եք կենտրոնական ընտրական հանձնաժողով ուժեղ Հայաստան կուսակցության փաստաթղթերը լուր կա հաստատվել է Վերջնական մենք փաստաթղթերը ներկայացրեցինք արդեն մայիսի 3-ին վերջնաժամկետն է քաղաքական ուժերի գրանցման, ինչպես գիտենք 19 քաղաքական ուժ է հայտ ներկայացրել, ըստ էության փաստաթղթաշրջանառությունը մեր բավականին անհամեստորեն ասեմ պարկեշտ ու պրոֆեսիոնալ կազմված է եղել, ես չեմ կարծում որևէ խնդիր լինի մեր գրանցման հետ, վերջնաժամկետը ինչպես նշեցի մայիսի 3-ն է, մայիսի 8-ից էլ արդեն մեկնարկելու է պաշտոնական քարոզարշավը։ Մինչև այդ մայիսի 1-ն է վաղը աշխատանքի եւ աշխատավորի օրը ուժեղ Հայաստան կուսակցությունը աշխատող մարդուն ինչ է խոստանում, եթե կարծես։ Ուժեղ Հայաստան կուսակցությունը, ուժեղ Հայաստան դաշինքը աշխատավոր մարդուն խոստանում է 300,000 նոր աշխատատեղ։ Ու մենք էլի անհամեստորեն այս թույլ տամ ասել են բացառիկ քաղաքական ուժն ենք, որ մեր առաջնորդը Հայաստանի Հանրապետության ապագա վարչապետ Սամվել Կարապետյանը արդեն տասնյակ հազարավոր աշխատատեղեր է ստեղծել հայ մարդկանց համար եւ մենք էլի այն բացառիկությունը ունենք, որ չենք գալու նոր անենք կամ փորձենք անենք կամ սովորենք։ Մենք արդեն արել ենք այս ամենը, ինչ խոսք ենք տալիս ու շատ մի տխուր պատկեր ասեմ, հա, վերջերս պարոն Կարապետյանի հետ հանդիպման ընթացքում քննարկում ենք մեր երկրում աղքատության վիճակը ու պատկերը իրապես լրջագույն ցավալի է մեր երկրում, որովհետև այո այսօր կան ընտանիքներ, որտեղ երեխաները սոված են քնում, ու սա պարոն Կարապետյանի առաջնահերթություններից է։ Մեր երկրում պետք է սրընթաց աղքատությունը նվազեցնենք։ Այս իշխանությունը 21 թվականի մի շարք խոստումների շրջանակում նախընտրական նաև խոսք էր տվել աղքատությունը կրկնակի նվազեցնել։ Իսկ ինչ ունենք այսօր, հա, եթե թույլ տաք մի քանի վիճակագրական տվյալ ասեմ։ 18 թվականից ի վեր 2024 թվականի տվյալներն եմ, հա, որոնք առկա են վերհանված տալիս։ Գյումրիում օրինակ
աղքատությունը հասել է 43%-ի։ Պատկերացնում եք, ինչ ցուցիչ է։ 18 թվականի համեմատ Վայոց ձորում աղքատությունը երբ 18.6% էր, հասել է 33.3%-ի։ Տավուշում աղքատությունը 18 թվական երբ եղել է 25.6%, հասել է մոտ 40%-ի։ Սրանք չգիտեմ, ահազանգ ասեմ, մտահոգություն ասեմ, եւ այտենց հոմանիշ չկա, հա, որը կարելի է համադրել այս տխուր պատկերին, որ ունենք։ Այսինքն սրանից ավելի հատկանշական շոշափելի պատկեր այս իշխանության տապալված կառավարման չի կարող լինել, հասկանում եք։ Կենտրոնացված է Երևանը, որոշակի շարժ են ստեղծել ու արհեստական պատկեր, որոնք փաթաթում են քաղաքացիների պարանոցին։ Այլ թվեր ասեմ, հա, կենսաթոշակները կրկին խոսք էին տվել, ինչ որ մեծ խոստումներ բարձրացնել եւ այլն, 18 թվականին, երբ միջին կենսաթոշակը մոտ 42,000 դրամ էր, նվազագույն պարենային զամբյուղը, սոցիալական զամբյուղը, որը մարդու կյանքի համար անհրաժեշտ մթերքներն էր, 40,000 դրամ էր, այսինքն մոտավորապես իրենք մոտ էին ու մարդը միջին կենսաթոշակ ստացողը գոնե անհրաժեշտ մթերքներով իրան կարող էր թույլ տալ ունենալ։ 25 թվականի տվյալներով միջին կենսաթոշակը հասել է 49,000 դրամի, բայց նվազագույն զամբյուղի արժեքը 79,000 դրամի է հասել։ Դուք պատկերացնում եք այդ կոռելացիան, տարբերությունը։ Դուք չեք պատկերացնում, մենք մարզային այցեր ենք ամենօրյա ռեժիմով իրականացնում, ինչպիսի աջակցություն ու հույս կա մարդկանց մեջ, ու դուք նաև երևի նկատել եք այն վախի մթնոլորտը, որ փորձում են մեր քաղաքական ուժի նկատմամբ ձևավորել, հա, տարբեր միջամտություններով, ամեն օրվա ձևաչափով, հա։ Իդեպ միջամտությունների մասին է ուզում խոսենք Տիկին Մելոյան, Հակակոռուպցիոն կոմիտեն 3 կրկին ձայնագրություններ հրապարակեց, եթե թույլ կտաք ընթերցեմ 1-2-ը, պասպորտոդ վերցրու արի, որ գրանցենք արի ազգային ժողովի մոտ կմտնեմ գրասենյակ մի 20,000 կվերցնեմ եւ նման տարբեր իրավիճակներ։ Իշխանությունը իրավապահ մարմինները սրանք ասում են կոնկրետ ուղղորդումներ են եւ ընտրակաշարքի դեպքեր։ Ձեր մեկնաբանությունը խնդրեմ։ Մեկնաբանություն նախորդ միտքս մի հատ ամփոփեմ, մեր ժողովուրդը փոփոխություն է ուզում։ Այդ փոփոխությունը, որակյալ փոփոխությունը, հիմնավոր փոփոխությունը, որոնք մենք ծրագրերի տեսքով ենք ներկայացվել, դա օդում կախված խոստում չէ, այլ կոնկրետ քաղաքական ուժի դեպքում, որը խոստացավ ու խաբեց ժողովրդին։ Մենք դա կյանքի ենք կոչելու շուտով, մնաց մոտ 38 օր։ Ինչ վերաբերում է հայտնի ձայնագրություններին, որը այս իշխանության համար գործիք է դարել, իրավապահ մարմինները բացառապես ակնհայտ, հա, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով մեր քաղաքական ուժի նկատմամբ ամենօրյա ռեժիմով միջամտություններ են թույլ տալիս, ամեն օր մեր քաղաքական ուժից մարդիկ են բերման ենթարկվում։ Ասեմ ավելին, իրենք այդ շրջանակը հատել են ոչ միայն աշխատակիցներ, համակիրներ, այլև զուտ, հա, օրինակ մեկ անգամ գրասենյակ մտած տարեց կնոջը, գնում տնից բերման են ենթարկում։ Արդյոք սա նորմալ է։ Եթե իրենք կարծում են այս վախի մթնոլորտով մարդիկ մեզնից վանվելու են, հակառակը մի մարզ այց ենք կատարել, պապիկ մոտեցավ, ասեց Ազիզ ջան, սրանք էլ նախքին դարձան։ Եթե թողում են գոնե ինչ որ կերպ գնային ընտրության, հիմա գալիս միջամտում են, որովհետև վախեր ունեն ու գիտեն, որ պարտվելու են։ Ասեմ ավելին, մենք որևէ մեկին ստիպելու, կաշառք տալու խնդիր չունենք։ Մենք ունենք լայն հանրային աջակցություն եւ հակառակ պատկերն է։ Եթե դուք տեսնեք մարդիկ ինչպես են հյուրընկալում մեզ մարզերում, լրիվ կհասկանաք ինչպիսի մտածածին են։ Ձայնագրությունների վերաբերյալ մի քանի հարցի անդրադառնանք, հա, այս ձայնագրությունները կրկին ընդգծեմ, այսօրվա իշխանությունը քաղաքացիական պայմանագիրը ի տարբերություն մեզ, իրենք պաշտոնատար անձիկ են, իշխանություն են, իրենք որոշակի կաշկանդվածություն ունեն իրենց պաշտոններով ու իրավունք չունեն ամենօրյա լայֆերով բլոգեր չեն, հա, այդ բլոգերային իրականությունից մի քիչ որ վերացարկվեն, կարող է աղքատությունը մեր երկրում այսքան սարսափելի թվերի հասած չլիներ։ Ամբողջ օրը միացնում են, հա, այս ինչ ձայնագրությունը մարդկանց անձնական կյանք են մտնում, թիրախավորում են։ Հիմա հարցադրումներ։
Արդյոք ստուգվել են այդ ձայնագրությունների հավաստիությունը։ Հավաստիության կանխավարկած գոյություն ունի։ Ու մենք նախորդ տարի ականատես ենք եղել, թե ինչպես էր ելի հայտնի քաղաքական գործի շրջանակներով անցնող ձայնագրությունը խմբագրվել, այսինքն տարբեր ձայնագրություններից հատվածներ են վերցվել, միացվել են ու բավականին երկար ժամանակ նախաքննության գաղտնիքով փաստաբանները կաշկանդված են, միայն ամիսներ անց, երբ դատաքննությունը սկսվեց, կարողացան այդ տեղեկատվությունը բարձրաձայնել։ Երկրորդ, այս պաշտոնատար անձինք, որտեղ շահարկում են, մեզ պիտակավորում են, իրենք արդյոք նախաքննության տես տվյալներին ամբողջապես տիրապետում են, այդ նախաքննության գաղտնիքը, գործի լրիվության հետ կապված փաստերը իրենց հայտնի են, իսկ կարող է պարզվի այնտեղ մի շարք լրացուցիչ հանգամանքներ կան, որոնք մեղմ են ու պատկերը լրիվ կեղեքում են, այսպիսին չի, ինչպիսին հանրությանը մատուցվել է։ Ու վերջապես, ինչ գիտեն, հա, արդյոք ձայնագրության մեջ հատուկ ներդրված սադրիչ չի եղել, արդյոք ընդհանրապես մեր հետ փոխկապակցված անձիկ չեն, ինչ որ կողմնակի ձայնագրություններ են։ Մի խոսքով մի շարք այսպիսի հարցադրումներ կան, որոնք ընդհանրապես, հա, տեղին գալիս են պնդելու, որ այս ձայնագրությունները մի նպատակ ունեն՝ իշխանության ու պաշտոնատար անձանց, բլոգեր պաշտոնատար անձանց համար դառնալու խաղալիք մեր ժողովրդին մանիպուլացնելու։ Շնորհակալ եմ։ Հարգելի հեռուստադիտող, ես հիշեցնեմ, որ զրուցում էի Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանի հետ, կհանդիպենք վաղը, ցտեսություն։